Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ես միայն 2 րոպե կարճ նախաբանի տեսքով, այսօր ապրիլի 23-ն է եւ ինչպես ամեն տարի վերջին 25 տարիներին առնվազն ապրիլի 23-ին ժամը 19:15-ին այս անգամ Հանրապետության հրապարակից մեկնարկելու է ավանդական ջահերով երթը, սա ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթരാճ խոշոր հաշվով կազմակերպված մի համազգային միջոցառումն է ու մասնակցելով այս միջոցառմանը դուք հնարավորություն ունեք ասելու, որ համաձայն չեք Հայաստանում ընթացող ուրացման քաղաքականությանը, համաձայն չեք ցեղասպանության ժխտմանը, համաձայն չեք մեր իրավունքներից հրաժարման եւ մի կարեւոր դետալ էլ փաստացի մենք շատ ենք խոսում բաժանարար գծերի, շատ ենք խոսում նրանից, որ Հայաստանում կա ատելության քարոզ տարբեր հասարակական խմբերի նկատմամբ եւ դա ճիշտ է, բայց փաստացի այս միջոցառումը եզակի միջոցառումներից է, որ միավորում է ամենատարբեր հայացքներ ունեցող մարդկանց, միավորում է ամենատարբեր անգամ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց եւ բոլորը հազարավոր հայեր հավաքվում են Հանրապետության հրապարակում, քայլում են դեպի Ծիծեռնակաբերդ, ունենալով մի առանցք, որ մենք ցեղասպանված ժողովրդի ժառանգներն ենք եւ մենք պիտի հիշենք սովորենք մեր դասերը անցյալից, որպեսզի դա թույլ չտանք կրկնել։ Դրա համար այս տարի հատկապես այն ֆոնին, երբ ուրիշ որևէ միջոցառում չի կազմակերպվել, ջահերով երթի մասնակցությունը դառնում է ավելի կարևոր, քան երբևէ եղել է, որովհետև փաստացի դա է միակ տեղը, որտեղից մենք կարող ենք ուղերձ հղել Թուրքիային, Ադրբեջանին, որ ի պատասխան ձեր վարվող քաղաքականության, ինչքան էլ դուք պայմանավորվեք մեր իշխանությունների հետ, Հայաստանի հասարակությունը այդ պայմանավորվածությունների հետ հաշտ չի։ Այս ուղերձ հղելու տեղը այսօր Հանրապետության հրապարակն է 19:15-ին։ Շնորհակալություն, հիմա եթե հարցեր կան, որևէ թեմայով սիրով պատասխանեմ։ Շատ լավ, հարգելի լրագրողներ, սկզբում խնդրում եմ մեկական հարց կտակ, խնդրեմ 24 News։ Տիկին Վարդանյան, ջահերով երթի հետ կապված քննադատություններ են արդեն իսկ հնչում եւ այսպիսի ձևակերպումներ կան, որ ջահերով երթի անվան տակ հավաքված զանգվածին, այդպես է նշում, ցանկանում են օգտագործել անկարգությունների համար։ Երեկվանից այս արշավը ինչով եք բացատրում եւ մեկ հարց էլ տամ, որովհետեւ ես նախորդ պատգամավորին չկարողացա հարցով դիմել, նաև իմպիչմենտի գործընթացի մասին է հիմա խոսվում եւ այս առումով պատիվ ունեմ խմբակցությունը կոնկրետ առաջարկով է հանդես գալի, արդյոք այս հարցը քննարկել եք խմբակցությունում թե ոչ եւ ինչ խնդիր կա, որ համաձայնության չեք գալիս այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Նախ առաջին հարցի վերաբերյալ ձեր հղումը կատարած կարծեմ իշխանական մամուլի կամ իշխանական համարում ունեցող մամուլից էր տարածումը ու հարց կա ինչ տեղեկությունների են տիրապետում, թող այդ տեղեկություններով գնան դատախազություն։ Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ։ Քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած Հայաստանի իշխանություններին։ Ես հարց ունեմ, ջահերով երթը ինչու է այսպես թիրախավորվում։ Դա մաքուր հիշատակի պահանջատիրության միջոցառում է։ Ո՞րն է իմաստը ջահերով երթի թիրախավորելու ու դրա նկատմամբ հակակարողություն անելու։ Կարող են պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ կարող է դա խոչընդոտում օրինակ են պայմանավորվածությանը, ըստ որի սահմանադրությունից պիտի հեռացվի անկախության հռչակագիրը նախաբանից։ Մենք միշտ այս կոնտեքստում խոսում ենք, այս կետի մասին խոսում ենք այն կոնտեքստում, որ դրա պահանջը Ադրբեջանից, որովհետեւ այնտեղ կա Արցախի ինքնորոշման իրավունքին հղում, բայց մոռանում ենք, որ անկախության հռչակագրում կա նաեւ կետ, որտեղ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի միջազգային ճանաչման գործընթացին հայոց ցեղասպանությամբ։ Դա միշտ խնդիր է եղել Թուրքիայի համար։ Այսինքն այս պահանջի կատարումը Նաև Թուրքիայի պահանջն է։ Հիմա այս կոնտեքստում բնականաբար ջահերով երթը պիտի թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է։ Ես այս կոնտեքստում եմ տեսնում այդ մեղադրանքները եղել են բոլոր ցույցերի ընթացքում, ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ մեծ միջոցառումից առաջ։ Դրա պատասխանը հասարակությունը, հանրությունը տալիս է իր մասնակցությամբ, այս անգամ էլ հուսամ անկախ եղանակային պայմաններից այդպես կլինի։ Երկրորդ հարցի վերաբերյալ, եթե այստեղ է արտահայտվել, ճիշտ ասած առաջ չեմ ունեցել լսել պատիվ ունեմի առաջարկը, չգիտեմ ինչ խնդիր եք հղում անում, խնդիր չկա։ Եթե կա իմպիչմենտի առաջարկ, մենք ենք առաջինը հայտարարել իմպիչմենտի մասին 2022-ի օգոստոսին, եթե կա որևէ առաջարկ, բաց ենք, պատրաստ ենք քննարկել, ինչպես այս բոլոր շարժումների ընթացքում բաց եւ պատրաստ ենք եղել։ Մենք էլ տեսնում ենք, այսինքն մենք էլ տեսնում ենք, որ նա դա իշխանափոխության փուլերից, գործիքներից մեկն է եւ մեր պատկերացմամբ փողոցային շարժման փուլերից մեկն է։ Եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, ես ուզում եմ շեշտել, պատրաստ ենք քննարկել։
Բայց այդ հարցը վաղուց է հնչում, նոր չէ, առաջարկի այսօր չի հնչել, հարցը արդյոք չեք քննարկել երբևէ խմբակցությունում։ Անկեղծ ասած, ես պատգամից առաջարկին տեղյակ չեմ, անկեղծ։ Եթե պատգամում խմբակցությունից առաջարկ է հնչել, ես ուղղակի տեղյակ չեմ։ Հայտարարություն է հնչել։ Տեղյակ չեմ, այդ հղում անեք արդեն շիրիկ է ձեր հարցը։ Տիկին Վարդանյան, Իշխան Սաղաթելյանը կարելի ասել ամիսներով աշխատանքի չի ներկայանում, երեք ներկայացավ, ինչ որ իրավիճակ ստեղծվեց, լարվածություն առաջացավ, իր շուրջն էր դա, այնուհետև նա հայտարարեց, որ լարված իրավիճակ առաջացավ այն բանից հետո, երբ դուք բարձրաձայնեցիք ցեղասպանության վերաբերյալ նախագիծը, ինչու է դաշնակցությանը թվում, որ ցեղասպանության ճանաչման հարցով մտահոգված եք միայն դուք, մնացածը ոչ մի բանով չեն հետաքրքրվում։ Շնորհակալություն հարցի համար, ծառը ճանաչվում է իր պտուղներից, դաշնակցությանը չի թվում, ոչ էլ Իշխան Սաղաթելյանն է հայտարարել։ Ինչ տեղի ունեցել ձեր աչքի առաջ եւ մի քիչ դժվար է էլի այդ տեղի հազարավոր մարդկանց աչքի առաջ տեղի ունեցածը փորձել լենգափոխել ու այլ տեսանկյունից ներկայացնել։ Այժմ քննարկում էր հայտարարագրերի ժամկետի երկարաձգումը, Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց նաեւ անակնկալ կերպով, որովհետեւ դրա մասին խոսակցություն չէր եղել եւ դա հենց այդպես էլ նախատեսված էր, որ մենք այսպիսի նախագիծ ենք ցեղասպանության շղթումը քրեականացնող նախագծով ենք հանդես գալու եւ դա տեղի ունեցավ, այն ինչ որ տեղի ունեցավ, թե ինչու է այդպեսի արձագանք, անկեղծ եմ ասում, դա ինձ էլ է հետաքրքիր, ի վերջո ո՞րն էր այդ արձագանքի իմաստը եւ ինչու են այդքան ջղագրգիռ արձագանքում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի ցեղասպանության թեման հետաքրքրում է միայն դաշնակցությանը, դաշնակցությունը երբեք այդպիսի պնդում չի արել, ճիշտ հակառակը։ Ես կարծում եմ, որ ցեղասպանության թեման Հայաստանում մի քանի քաղաքական գործչի չի հետաքրքրում, մնացած հանրությանը քաղաքական ուժերին եւ գործիչներին հետաքրքրում է եւ երեկվա այդ օրինագծի հանրային արձագանքներն եւ քաղաքական շրջանակների, մասնագիտական շրջանակների արձագանքերը դրա մասին են վկայում։ Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանի մասին ձեր պնդումներին, գիտեք, նախ գալիս է եւ այստեղ է ներկայ է լինում, այդ թե ինչու է Իշխան Սաղաթելյանի ամեն անգամ դահլիճ մտնել կամ որևէ արտահայտություն նման ջղագրգիռ արձագանք ստանում, հարցրեք ԿՊ-ի ներկայացուցիչներին, ես էլ չգիտեմ, թող իրենք մեկնաբանեն, բայց ցեղասպանության թեման տպավորությունը, որ դաշնակցությունը ուզում է սեփականաշնորհել, բացարձակապես այդպես չի, մենք բնական դաշնակիցներ են, բոլոր են կառույցները, անկախ որևէ այլ հարց ունեցած տարբերությունից, բոլոր են կառույցները, անհատները, ովքեր հետապնդում են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, եւ մենք ամբողջ աշխարհում համագործակցում ենք իրենց հետ։ Մեր ցավը այն է, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում մենք կարիք ենք ունեցել բերել ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագիծ։ Այ դա մեր համար ողբերգություն է, անկեղծ եմ ասում։ Շնորհակալություն։ Շողիկ Գալստյան, ձեր հարցը։ Տիկին Վարդանյան, սահմանային իրավիճակից տեղյակ եք վստահ եմ, ինչ կարող եք ասել ձեր գնահատմամբ, ինչու է Բաքուն արդեն 1 ամսից ավել, այսինքն ստաբիլ կայուն կրակում եւ կրակոցները ՊՆ-ն մեկ մեկնաբանում է որպես թիրախավորված, մեկը ոչ վտանգավոր, բայց ամեն դեպքում ձեր կարծիքով ինչով է պայմանավորված Ադրբեջանի այս քաղաքականությունը, ինչ նպատակ են իրենք հետապնդում եւ նախորդ թեմայի հետ կապված շատ կարճ դուք Երեկվանից իշխանությունից հնչում են դիրքորոշ հայտարարություններ եւ կարծիքներ, որ սա դաշնակցությունը կամ Հայաստան խմբակցությունը դիտավորյալ է անում, որովհետեւ ցեղասպանության քրեականացումը արդեն քրեական օրենսգրքով նախատեսված է եւ ձեր նպատակը այն է, որ այս նախագիծը բերեք, որպեսզի հետո ԿՊ-ն դեմ քվեարկի եւ դուք ձեր մեղադրանքները հիմնավորեք այս տեղի ունեցածով, որ ահա տեսեք ուրանում են դավաճանությամբ են զբաղվում եւ այսպես շարունակ։ Քանի որ կա ամեն դեպքում այդ քրեականացումը քրեական օրենսգրքում, նախ իրենց այս մեկնաբանություններին խնդրեի արձագանքեք եւ եթե կա ինչու եք նորից բերում այդ նախագիծը։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Նախ եթե վախ այն է, որ դեմ կքվեարկեն, մենք կմեղադրենք, որ ուրանում են ցեղասպանություն, թող դեմ չքվեարկեն։ Դեպքում մեղադրանքներ չեն կարողանա հնչեցնել։ Ինչու ենք բերել նախագիծը։ Այո, երեկվանից ասում եմ, որ նման օրենք կա, բացարձակ սուտ է, մենք հենց փոփոխություն ենք առաջարկում են հոդվածում, որ իրենք ասում են կա, եւ հիմա կարդամ ամենակարևոր փոփոխությունը, որ ինչ փոփոխություն ենք առաջարկում։ Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից կամ միջազգայինորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայինորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորության նսեմացնելը պատժվում է ու գրել ենք ինչ պատժով, այդ թվում նաեւ մինչեւ 3 տարի ազատազրկում։ Այս հոդվածը չկա։ Հայաստանի քրեական օրենսգրքում կա այլ հոդված 136.1-ը, որով նախատեսվում է, որ ցեղասպանությունների շղթումը ատելության սերմանման, ռասայական խտրականության հիման վրա է պատժվում։ Այսինքն, ավելի պարզ, եթե
այս հիմիկվա օրենսգրքով չի իրականացվել ատելության քարոզի զուգահեռ ցեղասպանության շղթումը, դա քրեականացված չէ։ Ինչու է այսպես օրենքը եղել։ Ես մեկնաբանեմ էլի, որովհետև կարևոր հարց է, որովհետև երբ օրենքը գրել են, մտայնությունը այն է եղել, որ ազգությամբ հայը չի կարող հերքել ցեղասպանությունը։ Յան ազգանունով ազգությամբ հայը միայն օտար երկրացին կարող է դա անել, եւ դրա պատճառը, դրդապատճառը կարող է լինել ռասայական կամ ատելության քարոզը կամ դրա հիման վրա ցեղասպանության շղթումը։ Մարդիկ չեն պատկերացրել, որ այլ պատճառով ուղակի ցեղասպանություն հերքել, ուրանալ հնարավոր է։ Դրա համար այն մի կետը չեն գրել եւ 2010-ին ենք մենք այս օրենքը առաջարկել։ Այսա ամբողջ պատմությունը։ Հիմա հասել ենք այն կետին, որ փաստացի ուղակի ցեղասպանությունը հարցականի տակ դնելու նման հայտարարություններ են եղել, նաև իշխանության երեկվա արձագանքներ դրա մասին, այսինքն որ ասում են մի հատ պիտի հասկանանք դաշնակցությունը ինչ մասնակցություն ունեցել հայոց ցեղասպանությանը, դա Թուրքիայի նարատիվի կրկնություն չի եւ հարցականի տակ դնել չի, փաստը որ թուրքերը իրականացրել են հայոց ցեղասպանություն, ոչ թե որ դա եղել է մեր գործողությունների որևէ գործողության հայկական արձագանք։ Սա է, այսինքն մենք ասում ենք, որ Հայաստանում ցեղասպանության հերքումը, ժխտումը, նսեմացումը ցանկացած հիմքով, անգամ եթե դա ատելության քարոզով չի ուղեկցվել, ուղակի հայտարարություն է, ճիշտ ինչպես Փաշինյանի մի քանի հայտարարություններ պետք է քրեորեն պատժվեն։ Էսա նորամուծությունը, այս շեշտադրումն է եւ դրա համար է արձագանքը այսքան ջղագրգիռ։ Ուրիշ խնդիր չկա։ Այո, հոդվածի երկրորդ մասը եղել է ռասայական ատելության հիմքով, խտրականության հիմքով ցեղասպանության ժխտումը, այո, քրեականացվել է, մենք այդտեղ ոչ մի բան չենք արել այդ հոդվածի այդ մասի հետ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից կրակոցներին, որովհետև Ադրբեջանը վերջին 5 տարում սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, որ ահաբեկչական այդ թվում նաև տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ինքը ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել, որովհետև ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է Տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Հիմա եթե դա աշխատում է, եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմը վերցնում են դա մեր ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են Ադրբեջանով եւ ասում են այլ ընտրանքը չկա, եթե սա չանենք, մեզ վրա հարձակվելուն ու պիտի զիջենք, ինչու պիտի դա չօգտագործի Ադրբեջանը։ Դա է Ադրբեջանի պահանջները մեկը չեն, երկուսը չեն, դրանք չեն սահմանափակվել տարածքային որևէ պահանջով։ Միջանցքից սկսած Ադրբեջանի պահանջով տարածքային միջանցքից սկսած, մինչև ադրբեջանցիների բնակեցումը այստեղ, իրենց բանակցային օրակարգի հերթական կետերն են։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ԵԱՀԿ Միսկի խմբի դիմել համատեղ լուծարման համար եւ այս կոնտեքստում հետաքրքիր է օրինակ ինչ են խոսել ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչի հետ։ Ինչ այդ հարցն են հենց քննարկել, այսինքն այդ պահանջները չեն ավարտվել, միայն ավելանում են այս զիջումներով եւ այդ գործելավոճը Ադրբեջանը տեսել է, որ աշխատում է այս պարագայում, դրա համար էլ չնայած նրան որ հայտարարում են որ համաձայնեցված կետ համաձայնեցրել են փաստաթուղթը ու գնում են խաղաղության, Ադրբեջանը ավելի շատ է կրակում, քան միջև այդ հայտարարությունը։ Տեսել եք տենց խաղաղություն գերիները Բաքվի բանտում սահմանին ավելի շատ են կրակում, քան նրանից առաջ երբ հայտարարել են որ խաղաղության իրենց անվանումով պայմանագիրը պատրաստ է։ Ես այդպիսի խաղաղություն ուրիշ ոչ միտեղ չեմ տեսել։ Վերջին հարցը խնդրեմ ներկայացեք։ Մեգանյուզ լրատվական Կարինե Սահակյան։ Ինչպես կհակազդեք Հայկ Կունջյանի երեկվա տարածած հայտարարությանը, որ 18 թվականի հունիսի 4-ին Դաշնակցությունը ինքն է հաշտության պայմանագիր կնքել Թուրքիայի հետ, եւ դուք հիմա մեղադրում եք իրենց հաշտության ցանկության համար։ Մենք մեղադրում ենք իրենց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ։ Մենք դրան ենք մեղադրում, որևէ մեկը, որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ adekvatների մասին եմ խոսում, Հայաստանում չի մեղադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ, որևէ ուժի։ Երբեք չի եղել նման մեղադրանք Հայաստանի ոչ նախկին նախագահներին, ոչ ներկաներին մեղադրանքային չի, որ ինչու եք բանակցում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մեղադրանքային է ինչու եք իրենց բոլոր նախապայմանները կատարում, ինչու եք միակողմանի զիջումներ իրականացնում, դա է մեղադրումը։ Ես իմ ելույթում առիթ ունեցել եմ անդրադառնալ ու բացարձակ անտեղի ու վիրավորական են համեմատությունները, որ իշխող ուժը անցկացնում է Առաջին հանրապետության հիմնադիր այրերի հետ։ Եթե հասարակ մարդու պարագայում ով հանցանք չի գործել, որևէ գործելավոճ կասկած չի առաջացնում, մարդը ով օրինակ ծանր հանցագործության մարդասպանության համար դատվել է 10 անգամ էլ գողություն է իրականացրել, այդ նույն արարքը հիմնավոր կասկած է ծնում։ Այսինքն տարբեր են այդ մարդկանց անցած հետագծերը
գործերը եւ նպատակները ամենակարևորը, բայց թույլ տվեք երրորդ կետին էլ անդրադառնալ, որ ձեր հարցում չկար, բայց այդ կոնտեքստում հնչում է Թուրքիայի հետ բանակցությունների եւ հարաբերությունների հետ մեղադրանքներին ուղղված դաշնակցությանը։ Եթե մեզ մեղադրանքը այն է, որ Թուրքիային ամենալավ ճանաչող ուժն ենք եւ ամենաշատ իրենց հետ աշխատած, այո, դա այդպես է, դա պատմության բերումով է, որտեղ նաեւ 135 տարվա պատմության ուժ ենք եւ գործել ենք Օսմանյան կայսրության տարածքում։ Այդ են մոռանում ասել, որ 1914-ին, 12-ին, 1906-ին Հայաստանի անկախ հանրապետություն չկար։ Եվ այո, աշխատել ենք ու մեր դասերը ստացել ենք։ Այդ որ մեղադրում են, ում հետ որ համագործակցել ենք, հետո նեմեսիս ենք իրականացրել իրենց դեմ։ Դա մոռանում են, չգիտես ինչու նշել։ Եվ այդ պատմության դասերը մենք ստացել ենք նաև դրա համար ենք ասում, որ շատ լավ ճանաչելով են ակտորներին, ում հետ իրենք հիմա բարեկամություն եւ եղբայրություն են զմանել, որ իրենց նպատակները այն չեն, ինչ հայտարարում են։ Բայց ամեն պարագայում դաշնակցություն երբեք հանդես չի եկել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություններ չվարելու տեսակետից։ Եթե մենք վաղը լինեինք իշխանության, բանակցելու էինք բնականաբար, օրինակ դեմ չէինք լինելու, որ Թուրքիայի հետ հենց հաջորդ օրը կնքվի փաստաթուղթ, որը ասում է, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են, սահմանները բացվում են եւ երկու երկրների միջև հարաբերությունները պիտի կարգավորվեն եւ խնդիրները միջազգային իրավունքի նորմերի սահմաններում։ Մենք օրինակ դրան երբեք դեմ չենք եղել, բայց առանց նախապայմանների Այդ եմ ասում, բայց գաղտնի նախապայմաններով, երբ որ Թուրքիան մեր համար օդային տարածքը փակում է, որ Երևանում արձան է դրվում, երբ որ ասում է սահմանադրությունը պիտի փոխես, ես կողմ եմ Ադրբեջանի պահանջին, երբ որ ասում է Արցախը պիտի ճանաչես Ադրբեջանի կազմում, էս ու անում ես դու այդ ամեն ինչը, ու ասում ես ես խաղաղություն եմ բերում, այս սրան ենք դեմ։ Հայաստանում որևէ ես adekvat քաղաքական գործիչ ուժ չգիտեմ, որ դեմ է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններին, դա ՔՊԻ-ի միֆն է, բայց մենք իրենց ասում ենք, որ դուք չեք բանակցում։ Դուք չեք բանակցում, դուք կատարում եք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախապայմանները, այ դրան ենք դեմ։ Իսկ Հայկ Կոնջորյանի եւ Առաջին հանրապետության այրերի հետ համեմատությունները բան են վիրավորական։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։